Ինչու է խաղաթղթերի տուփում հենց 52 թուղթ։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Սա պատահական չէ, իրականում յուրաքանչյուր թուղթ ունի իր նշանակությունը։ Խաղաթղթերի տուփը կարելի է համարել մի տեսակ մինի օրացույց ձեր ձեռքերում։ 52 թղթերը խորհրդանշում են տարվա 52 շաբաթները։ Յուրաքանչյուր մաստ ունի 13 թուղթ, ինչպես տարվա յուրաքանչյուր եռամսյակ ունի 13 շաբաթ։ Մեծ ջոկերը խորհրդանշում է ցերեկը, իսկ փոքր ջոկերը գիշերը։ Եթե գումարենք բոլոր 52 թղթերի արժեքները, տուզ 1, վալետ 11, տիկին, դամա 12, թագավոր 13, կստացվի 364, ավելացնենք 1 ջոկեր, կունենանք 365, տարվա օրերի քանակը, 2 ջոկեր ունենալու դեպքում 366 օր, այսինքն նահանջ տարի, 4 մասները արտացոլում են միջնադարյան հասարակության կառուցվածքը, սուրեր, ղառերը, զինվորներն են, սրտերը, եկեղեցին, բումբեն, խոսակցական լեզվով ասած քյափերը, առևտրականներ, խաչեր, հասարակ ժողովուրդ, կարմիր եւ սև գույները խորհրդանշում են ցերեկը ու գիշերը։ Այսպիսով, երբ խառնում եւ խաղում եք թղթերով, ձեր ձեռքերում բառացիորեն պահում եք ժամանակի, պատմության եւ հասարակության խորհրդանիշը։ Իսկ դու գիտեիր այսքանը, գրիր մեկնաբանություն։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։